Գովազյան Մարիամ, ապագա ուստա Մարիամ, մասնագիտությամբ դարբին։ Իսկ ինչու որոշեցիք հենց դարբնի մասնագիտությունը ընտրել։ Իսկ եթե սկսենք հարցը, իսկ ինչու ոչ դարբին մասնագիտությունը։ Դե հաշվի առնելով մենք Գյումրիում ենք ապրում, այստեղ թերահավատորեն են նայում կանանց, ովքեր այսպես ասած տղամարդուն բնորոշ մասնագիտությունների մեջ են մասնագիտանում։ Եթե անկեղծ մասնագիտության համար գենդեր գոյություն չունի, եթե իսրդե սիրում եք այդ մասնագիտությունը, ուրեմն չպետք է մտածեք դա ձեր տեղն է, թե չէ, ու ավելի շատ մարդկանց դե լավ կորս կենան կնիկները։ Մի տեսակ թերահավատորեն են նայում, այսպես կանացի խնամված ձեռքերը արդյոք ի վիճակի են ծանր մուրճերը իրենց ձեռքերի մեջ առնելու եւ կրակի դեմն աշխատել, կրակից, երկաթից ստանալ արվեստի իսկական գլուխգործոց։ Եթե իսրդե սիրելի մասնագիտությունը կապ չունի ինչ կարգի, գեղեցիկ ես, ամեն վայրում էլ կմնաս գեղեցիկ, եւ ինչքան էլ գեղեցիկ լինես, այդքան էլ գործերդ գեղեցիկ կստացվեն, եւ լինելով Գյումրի քաղաքի անձ, կարող եմ ասել, որ այո, շատ հարցեր կան, թե որ դու եղնես ինչ գործեր պիտի անի, բայց իմացեք, որ լավ կեղնին։ Ինչն է ձեզ գրավում դարբնության մեջ։ Դարբնության մեջ շատ հետաքրքիր կողմեր կան, նայած թե ինչ, օրինակ մեկը ինձ գրավում է այն, որ դու ես քո տերը, ուզեցիր քո էսքիզը կարող ես միանգամից գործ սարքել եւ ամեն ինչ քո ձեռքերում է, քո ֆանտազիայի մեջ եւ քո ունակությունների մեջ, դու ամեն ինչ կարող ես անել, իսկ գործիքները ուղղակի կօգնեն։ Ես քո խոսքից հասկանում եմ, որ քո համար կոնկրետ չկա որևէ դժվարություն, քեզ չի այսպես հետ պահում նույնիսկ այն քննադատությունները կամ թերահավատ վերաբերմունքը, որ դու կին ես, կինը չի կարող դարբին լինել, կինը չի կարող տաքսի քշել եւ այսպես չի կարելիների լիքը շարք։ Եթե անկեղծ ինչքան կթերագնահատեն ու ինչքան սենց սահմանափակումներ կտնեն, այդքան ավելի ցանկություն կառաջանա, որ ապացուցես, որ դու ամեն ինչ էլ կարող ես անել։ Ասում եք երկաթը, կրակը բնավորություն ունեն, հատուկ վերաբերմունք են պահանջում։ Ունեն խոսելու ունակություն էլ պետք է ունենաս նրանց հետ, ու ինչքան շուտ ընկերանաս, այդքան նրանք քեզ շատ կօգնեն։ Իսկ ունեք արդեն պատրաստի, այսպես նույնիսկ վաճառքի ենթակա ստեղծագործություններ։ Արդեն ինչ որ չափով ունենք եւ ամեն տարի շատանակ է մեր գործերը։ Իսկ լինելով իգական սեռի ներկայացուցիչ, ինչ է կարծում, արդյոք կունենաք հեռանկար այս ասպարեզում։ Իհարկե կունենանք, որովհետև կապ չունի իգական սեռի ներկայացուցիչ թե արական, որովհետև ամենակարևորը գործի որակն է, թե ինչ որակի գործեր ես անում։ Իսկ որ գործերն են ձեզ հոգեհարազատ, ավելի մանր, դետալային, թե ավելի մեծ գործերի սիրահար եք։ Եթե անկեղծ ես ավելի կսիրեմ մանրանալ բոլոր գործերիս վրա, բայց դիք արդեն կապված է մարդուց, մարդու տեսակից, մարդկա ավելի մասշտաբային գործեր կսիրե, մարդկա ընդդիպես կսիրե անդրնալ, բայց դարբնությունից պետք չէ վախենալ։ Իսկ որն է այս գործում դժվարությունը, իսկ եղել է արդյոք ժամանակահատված, երբ որոշեք, որ դուք սխալվել եք մասնագիտության ընտրության հարցում եւ որոշեք հետ կանգնել, այսպես ասած։ Դժվարություն ամենաառաջինը գալիս է մեր ներսից, որ ի սկզբանե դու քեզ էլ ես հարց տալիս, թե արդյոք դա քոնն է, թե ոչ, եւ դա լինում է բոլոր մասնագիտությունների մեջ, ոչ միայն դարբնության մեջ։ Մի պահ եղավ, որ մտածեցի, բայց դիք իմ գործս է, թե չէ, բայց հետո հասկացա, իսկական լեննագանցին վերջը դարբին է։ Իսկ ընտանիքում ինչպես ընդունեցին ձեր որոշումը։ Եթե անկեղծ, ընտանիքում ի սկզբանե դրված էր այնպիսի, որ երեխաներից մեկը պիտի գնա արհեստ, մեկը արվեստ, բայց ի սկզբանե ուզում էին, որ եղբայրս գնար արհեստի ոլորտ, բայց այնպես ստացվեց, որ ես ու եղբայրս որոշեցինք մեր թերերով փոխվենք եւ ես գնացի արհեստ եւ ի սկզբանե տնեցոնք մի քիչ տարօրինակ վերաբերվեցին, բայց հետո հասկացան, որ եթե ի սրտե սիրում եմ մասնագիտությունը, ուրեմն չեն ուզում թե կանգնել իմ եւ ցանկություններին։ Իսկ եթե դարբնություն չընտրեիք, ապա արհեստի կամ արվեստի
որ ուղղությամբ ձեզ Եթե կպատկերացնի։ թարգմանությունը չլիներ, ապա իհարկե ես նորից կգնայի արհեստ, որովհետև ես ինձ մենակ արհեստի մեջ եմ տեսնում, արհեստի ոլորտներից էլ կամ կգնայի ոսկերչություն կամ էլ կերամիկա։